Սիրելի հայրենակիցներ, ողջույն, մենք ուղիղ եթերում ենք նորից, շնորհակալ եմ լրագրողներին, ովքեր լուսաբանում են մեզ, այս արդեն կարելի ասել գարնանային տապին, հա։ Եթե լայվ ենք, ուրեմն սկսեմ հասնեմ հիմնական թեմային։ Ուրեմն մենք այսօր ինչու ենք այստեղ հանդիպում, որովհետև գտնվում ենք Երևան քաղաքի փոքր կենտրոնում, որտեղ արդեն գործում են 100%-անոց գույքահարկի նոր չափորոշիչները։ 2020 թվականին, երբ որ երկրում արտակարգ դրություն էր հայտարարված կովիդի համավարակի պանդեմիայի ժամանակ, ազգային ժողովում քաղաքացիական պայմանագիրը օրենքի նախագիծ բերեց, որով որ որոշեցին թանկացնել Հայաստանի քաղաքացու համար գույքահարկը։ Եթե հիշում եք, նախկինում գոնե մարզերի բնակիչները օգտվում էին մինչև 3 միլիոն դրամ շեմից։ Այս շեմը նույնպես վերացվեց։ Հիմա չկա Հայաստանում որևէ մեկը, ով չի ընկնում գույքահարկի, այս թանկ գույքահարկի տակ։ Եվ մենք այն ժամանակ խորհրդանում միակ խմբակցությունն էինք, որ դեմ ենք քվեարկել այդ օրենքին, առաջարկներ ենք ներկայացրել, եւ ինչու ենք հիմա հենց այստեղ մենք, որովհետեւ ուզում ենք ցույց տալ, որ օրինակ պատկերացնենք այս շենքում ինչ որ մեկը բնակվում է, ով որ իր բնակարանը ժառանգել է իր ծնողներից։ Ծնողները խորհրդային միության ժամանակ օրինակ եղել են մտավորականներ։ Սակայն այս մարդը հիմա թոշակով ապրող մարդ է։ Ես մարդն ասում է ժողովուրդ ջան, այս գույքահարկը որ այսքան թանկացրեք, ես չեմ կարող այստեղ ապրել։ Ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը։ Ասում է թանկ տեղ ես ապրում, կենտրոն ես ապրում, վաճառի գնա մասիվ, վաճառի գնա բան, չգիտեմ, փարակար գնա ապրի։ Եվ Արծվաշեն գնա ապրի, ասում է, ըստ Կարպիսի։ Ես այն ինչ նշանակում, սա նշանակում է, որ կենտրոնի բնակչությանը, ովքեր որ չեն կարողանում իրենց գույքահարկը վճարել, իշխանությունը էթնիկ զտման է ենթարկում գույքահարկի հիմքով։ Այսինքն մենք ունենք եվրոպական հարկեր հայկական աշխատավարձերով։ Այսինքն փոխանակ ընդհակառակ կլինի եվրոպական աշխատավարձեր, եվրոպական կյանքի որակ, հետո նոր հարկեր ընդհակառակն է արվել։ Եվրոպական հարկեր հայկական աշխատավարձերով։ Հիմա մենք այստեղ ենք, որ ձեզ ասենք, որ ոչ մի ուժ, ովքեր որ մասնակցում են այս ընտրություններին, ծպտուն չի հանել, ձայն չի հանել, երբ որ գույքահարկը թանկացվում էր մեր ժողովրդի համար։ Միակ ուժը, որ դա արել է խորհրդանում, դա եղել ենք մենք եւ ընկել ենք բանը իշխանական կարկուտի տակ, այսպես ասած։ Հիմա մենք գնում ենք դեպի խորհրդարան։ Մենք ձեզ կոչ ենք անում, որ դուք քվեարկեք Լուսավոր Հայաստան կուսակցության օգտին, թիվ 19 քվեաթերթիկով եւ մենք նվազեցնելու ենք տրամաբանական չափերի ենք բերելու, հայկական չափերի ենք բերելու գույքահարկի հարկը։ Նաև ուզում եմ ասել, որ գույքահարկը այսօր ինչպես են հաշվարկում։ Ուռճացված անշարժ գույքի գներից շուկայական հանում են գույքահարկի այդ տոկոսները բանաձևերով եւ ասում են պետքա վճարեք։ Առաջին տարին 25%-ով թանկացավ, որ դուք շատ չզգաք, երկրորդ տարին 50%-ով թանկացավ, որ դուք էլի շատ չզգաք, երրորդ տարին 50, 75, հետո 100։ Այս տարի 2026 թվականն է, ամբողջանում է այս օրենքը եւ արդեն 100%-ով ձեր գույքահարկը այլևս թանկացած է։ Դուք այդ ձեր ծանոթություններում գույքահարկի վերաբերյալ դրանք տեսնում եւ ծանոթանում եք։ Մենք ձեզ կոչ ենք անում քվեարկել Լուսավոր Հայաստանի օգտին, աջակցեք մեզ, քվե տալով մեզ դուք ուղերձ եք տալիս որևէ իշխանություն որ գալու է կամ եթե մենք որևէ կապ չունի, ապագա պարլամենտին ուղերձ եք տալիս, որ դուք ցանկանում եք որ գույքահարկը եվրոպական բարձր այս շուկայական գույքահարկը նվազեցվի հայկական աշխատավարձերի եւ հայկական եկամուտների հետ համապատասխանեցվի։ Ես շարունակեմ երևի այստեղից եւ իսկապես ուզում եմ շեշտել են հանգամանքը, որ Լուսավոր Հայաստան կուսակցությունը 2018 թվականից մինչեւ 21 թվականի արտահերտ ընտրությունները միակ ուժն էր, որ սատարում էր կամ փորձում էր ներկայացնել քաղաքացու շահը պարլամենտում եւ միակ ուժն էր, որ պաշտպանում էր իրականում այդ շահերը։ Հիմա տպավորություն է ստեղծվում, որ քաղաքացուն փորձում են ստիպել վարձվորի կյանքով ապրել սեփական տանը, քանի որ այսպիսի գույքահարկի գները բոլորը չէ որ կարող են վճարել եւ գուցե թվա թե մարզերում էլ 5000-ից 10000 դրամի փոփոխություն է տեղի ունեցել, բայց նույնիսկ այդ 5000-ի 10000-ի պատմությունը կարող է ազդել մարդու առօրյա կյանքի եւ ծախսերի վրա։ Եվ վերադառնալով նրան, որ իշխանական թեզն է, հա, սա, որ ասում են սոցիալական արդարությունն է վերականգնվել, ինչի մասին է խոսքը, եթե նկուղային բնակարանները կամ վատթար վիճակում գտնվող բնակարանները, վթարային բնակարանները նույն
համեմատության մեջ են դրվում դիցուկ նորակառույց շենքերի հետ եւ նույն գուրքահարկն են պահանջում մարդկանցից, ինչ որ պահանջում են մնացածից։ Այս պարագայում ուզում ենք նաեւ շեշտել են հանգամանքը, որ կարծես թե մարդկանց սեփական տնից վտարելու քաղաքականություն են նաեւ իրականացնում։ Էթնիկ զտման։ Որը հասնում է դրա մասին, այո, Երևանում կենտրոնում բնակվող մարդկանց, որոնք իրենց տները ստացել են ժառանգություն, մտավորական են եղել, գիտնական են եղել, այսինքն կորիզ են այլ, փորձում են այստեղից ու ուղղորդում են, ասում են գնացեք Արվարձաններում ապրեք, ձեզ ով է ասում, որ դուք կենտրոնում պետք է ասել, դահացեք իրենց պապական տները ուրեմն պետք է թողեն, գնան այնտեղ ապրելու։ Եվ հետևաբար ուզում ենք ձեզ ասել, որ Հայաստանի Հանրապետությունը սեփական տնից վտարելու ենթակա պետություն չէ, եւ ձեր ձայնը կրկին վստահելով Լուսավոր Հայաստան կուսակցությանը հորդորում ենք ձեզ 2026 թվականի ընտրություններին հունիսի 7-ին ընտրել Լուսավոր Հայաստանին, որովհետեւ միակ ուժը, որ խոսում է նմանատիպ քաղաքացու շահը ոտնահարող նախագծերից կամ օրենքներից, դա Լուսավոր Հայաստան կուսակցությունն է։ Քվեաթերթիկ համար 19։ Ես նաև ուզում եմ ավելացնեմ, հիշեցնեմ, որ 20 թվականին մենք առաջարկեցինք հետևյալ կանոնակարգը, որ եթե մարդը ժառանգել է իր բնակարանը, բայց հիմա չի կարող այդ բարձր գույքահարկը վճարել, հատուկ կանոնակարգ ներդրվեր, որի համաձայն մենք անում ենք հետևյալ բանը. երբ որ անձը կվաճառի իր բնակարանը, նոր գնորդը կիմանա, որ ինքը այլևս վճարելու է այս թանկ բարձր գույքահարկի գներով։ Ոչ թե այն մարդը, որ ժառանգն է, ինչ-որ գիտնականի, ակադեմիկոսի եւ բնակվում է օրինակ այս շենքում կամ հետևի որևէ այս կենտրոնի տարածքում որևէ շենքում։ Այսինքն եթե վաճառում է, գնողը գիտի, չէ՞ որ թանկ տարածքում տուն է գնում, կենտրոն, փոքր կենտրոնում, շատ լավ, հասկանում է որ պետք է վճարի այդ գույքահարկը, գնում է։ Բայց ժառանգած տունը ո՞նց կարող է բոլորին հավասար, նոր գնորդին հավասար գույքահարկ վճարել։ Առաջարկները շատ են եղել, ես հիմա չեմ ուզում ծարաբեռնեմ եթերը, բայց փաստը այն է, որ մենք կռիվ ենք տվել, մենք դեմ ենք քվեարկել այն ժամանակ, եւ մենք ձեզ ասում ենք. աջակցեք մեզ եւ ձեր քվեով հնարավորություն տվեք, որ այս օրենքը վերանայվի։ Գույքահարկի բարձրացումը նաեւ հիմնավորվում է նրանով, որ պետք է լցնել համայնքային բյուջեները, հա, խոսքը գնում է որ պետական բյուջե չէր գնալու, այն համայնքային բյուջե, որ համայնքային բյուջեից էլ բաշխումներ իրականացվեն, ավելի բարեկարգ բակեր ունենային, ավելի բարեկարգված փողոցներ եւ այլն, բայց Երևանի օրինակով անգամ մենք տեսանք, որ բավականին երկար ժամանակ Երևանում էլ փոսեր կային, դրանք չէին լցվում, ինչը առաջացնում էր պատճառահետևանքային կապերով մի շարք խնդիրներ։ Եվ ըստ էության են հիմնավորումները, որ սոցիալական արդարության հիմնավորումը, համայնքային բյուջեի միջոցով համայնքների բարեկարգումները որևէ մեկը տեղի չունեցավ հողի վրա գործնականում։ Ես ուզում եմ նաև ձեզ ցույց տալ, մենք այստեղ ժամը 12-ին նշանակել էինք այս բրիֆինգը, երբ որ եկանք այստեղ, մենք տեսանք, որ մեքենա է բարձացել, քաղաքապետարանի մեքենա բարձացել է այստեղ, եւ Թամանյանի մեր սիրելի Ալեքսանդր Թամանյանի արձանը, մեր ճարտարապետի լվանում են փոշուց։ Երբ որ մեքենան դուրս եկավ գնաց, մենք բոլորով տեսանք, որ մեքենան կոտրել է, տեսեք։ Խնդրում եմ մոտեցնել։ Հենց նոր կոտրել է համայնքի սեփականությունը հանդիսացող, տեսեք, կողքինն է։ Սա է։ Այսինքն հարցը միայն հարկ հավաքելը չի, էլի։ Հարցն այն է, որ 1 միլիոնանոց քաղաքում 75,000 ձայնով քաղաքապետ աշխատող Տիգրան Ավինյանը, էս է ինքը։ Սա է ինքը։ Սրա մասին է խոսքը գնում եւ այլ օթի աղտոտվածություն, Հեսան ու Բաշենի աղբավայրը կվառեն նորից, անընդհատ այս խնդիրներից մենք չենք ազատվելու, բայց վճարում ենք ամենաթանկ գույքահարկը։ Ինչա պետք անել հունիսի 7-ին հեռացնել այս իշխանությանը, ձևավորել բազմաուժ պարլամենտ եւ ոչ մի ուժի թույլ չտալ, որ ձևավորի բացարձակ իշխանություն, դա չարիք է։ Այնպիսի չարիք, որ մենք այսօր ունենք։ Լավ մնացեք սիրելի հայրենակիցներ, Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։